Պատվարժան դատարան, հարգելի մեղադրողը ճիշտն ասած իր խոսքում նշեց, որ հիվանդության տեղեկանքները եւ պատմությունները ուսումնասիրելով կյանքին վտանգ սպառնացող ոչինչ այս պահին չտեսավ, բայց պատվարժան դատարան, ինչպես պարզ դարձավ, Արմեն Ալեքսանյանի մոտ այդ հիվանդությունը առաջացել է կալանավայրում, կալանքի ձևով, երբ որ ազատազրկվել է, խափանման միջոց է կիրառվել եւ պատկերացրեք, որ հիմա տնային կալանքը առանցքորեն գրեթե չի տարբերվում կալանքից։ Բացառություն է կազմում միայն այն, որ կալանքը գրում է մարդը տան պայմաններում։ Իսկ տան պայմաններում կրելու ժամանակ էլ այդ հիվանդությունը ավելի շատ սրվելու հատկություն ունի, որովհետև տանը անչափահաս երեխաներ են, որոնք խնդիրներ ունեն, տանը հիվանդ հայր ունի, որը խնդիր ունի, եւ այդ ամենը ինքը չի կարողանում տնային կալանքի պայմաններում գտնվելու պայմաններում հոգալ իր ընտանիքի հոգսերը եւ այդ հիվանդությունը սրվելու նաեւ հատկություն ունի։ Խնդրում եմ այս ամեն ինչը հաշվի առնել եւ փոխել Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը։ Քանով որ դատարանին հայտնի է, ես չեմ ցանկանում կրկնել այդ ախտորոշումը դեռևս բժշկական այսքան բժշկությունը, այսքան այս պայմանությամբ չի կարողացել որոշել, թե ինչի պայմաններում է մեղմանում եւ ինչի պայմաններում է սրվում։ Վերջնական չեն կարողացել ճշտել։ Դա իրոք բարդ է։ Նստեք, պետք չի պատասխանել։ Բայց փաստը մնում է, որ կալանավայրում է այդ։ Դա իրոք բարդ հիվանդություն է, բարդ հիվանդություն է։ Եվ դատարանը այս ամենը հաշվի առնելով գտնում որ տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո ձեր նկատմամբ խափան միջոց տնային կալանքի ժամկետը երկրաձգելու անհրաժեշտություն չկա, այն կփոխվի, վերածվի որպես խափան միջոց վարչական հասկողություն կիրառվի, վարչական հասկողության ընթացքում դուք շաբաթը 2 անգամ պարտավոր եք ներկանալ ձեր բնակության վայրի պրոբացիայի ծառայություն, գրանցվել այնտեղ, առանց վարույթ իրականացնող մարմին չփոխել ձեր բնակության վայրը, ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը չբացակայել ձեր բնակության վայրից, բնակության հասցեից։ Նաև այդ ընթացքում չհաղորդակցվել, այս ընթացքում չհաղորդակցվել վարույթի մասնավոր մասնակիցների հետ բացառությամբ ձեր պաշտպանների, ինչպես նաև չայցելել զվարճանքի եւ այլ մարդաշատ վայրեր։ Որոշումը իսկ համակցված կիրառված մյուս խափան միջոցները թողնում են անփոփոխ։ Որոշումը ստանալու պես այն կարող է նաև էլեկտրոնային սարքերի միջոցով է հասկողությունը իրականացվելու վարչական հասկողությունը, որը սարքերը պարտավոր է կրել եւ չվնասել։ Բարձր ձեզ որոշումն էլ ստանալու պես այն կարող է 10 օրյա ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Եթե կարող է Եթե դպրոցը արգել է զվարճանքի վայրադեպում, արզ։